այն ինչ որ վերագրվում է այդ մարդկանց, ընդհանուր թելով շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված այսպես կոչված հանցագործություններ, ցեղասպանություններ, ագրեսիա, օկուպացիա եւ այլն։ Այսինքն որքան էլ ցույց է տրվում, որ կոնկրետ մարդկանց է դա վերաբերում, դա ընդհանուր առմամբ վերագրվում է Հայաստանի Հանրապետությանն։ Ավելին ասեմ, Ադրբեջանում այդ կեղծ դատավճիռների պայմաններում ստեղծել են իրավիճակ, որտեղ դարակում ունեն դրած փաստաթղթեր, թեկուզ դրանք կեղծ են, եւ այդ կեղծ փաստաթղթերը ցանկացած պահի Հայաստանի հետ հարաբերությունների ցանկացած զարգացման ժամանակատվարը աշխատի Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն մենք որ ժամանակին ասում ենք, որ պետք է կանխել, որպեսզի այդ կեղծ դատավարություն չգնա, նաեւ դրա համար ենք ասում։ Հիմա որքան էլ Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն անտեղյակ ցույց տալ, Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, որ այդ խնդիրը չի նկատում կամ լուռ է եւ այլն, դա որևէ ձևով այստեղ իրավիճակը չի մեղմացնում։ Փաստացի գործը կարվել է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա հետևանքով մարդիկ դատվում են ադրբեջանական բանտերում, բայց խնդիրը շարունակում է մնալ առկա։ Մի կարևոր հանգամանք էլ, որի մասին ես մշտապես եմ խոսում, տեսեք, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները, մեր հայրենիքի տարբեր հատվածում ապրող մարդիկ, տարբեր միավորներ, հասարակական կլեն, քաղաքական կլեն, այս թեման անընդհատ խոսում են, բարձրաձայնում են, տարբեր խնդիրներ հանրայնացնում են, բայց այլ է դրա էֆեկտիվությունը, լրիվ այլ է էֆեկտիվությունը, երբ որ պետությունը ինքն է օգտագործում իր հնարավորությունները, իր ինստիտուցիոնալ գործիքակազմը, միջազգային տարբեր կառույցներում, տարբեր ֆորմատով հանդիպումների ժամանակ թեման առաջ քաշելու եւ բանակցությունների, քննարկումների առանցք դարձնելու համար։ Հայաստանի իշխանությունը այս երկու տարիների ընթացքում կամ ֆորմալ տեքստեր է արտահայտել, կամ օգտագործվող ձևակերպումները առաջին պլան չեն վերվել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ներդրում չի ունեցել այս իրավիճակի հանգուցալուծման մասով, եւ նաեւ դրանով պայմանավորված են, որ Սփյուռքում, Հայաստանում տարբեր մարդիկ խմբեր օգտագործում են իրենց ունեցած չնչին տեկուս հնարավորությունները թեման եւս մեկ անգամ բարձրաձայնելու եւ հարցը միջազգայնացնելու համար։ Պարոն Աբրամյան, այսօր առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր ակցիաներ էին իրականացվում։ Այս հասարակական ճնշումների ֆոնին հնարավոր համարում եք, որ ամեն դեպքում ԱՄՆ փոխնախագահը մինչև մյուս օրը արդեն Բաքվում այս հարցերը գոնե գերիների հետ կապված հարցերը կքննարկվի եւ կփորձեն ինչ-որ հանգուցալուծում։ Իհարկե, այստեղ մենք խնդիր չունենք Միացյալ Նահանգներին ցույց տալու, թե որն է իր համար կարևորը, առաջնայինը կամ իմիջային առումով բարելավում է, բայց ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգներում էլ տիրապետում են այն իրավիճակին, այլ այն զգայուն իրադրությանը, որը մեր հասարակության մեջ ստեղծված է գերիների ռազմագերիների հետ կապված հարցերում։ Ես կարծում եմ, որ այս ռեգիոնալ այցի շրջանակներում ինչ թեմա է, որ քննարկման առանցք լինի, ինչ թեմա է նրանց համար հետաքրքրության առանցքում լինի, իրենք էլ հասկանում են, որ այս մասով թեկուզ մեկ քայլ առաջընթացը նաև իրենց համար իմիջային բավականին խնդիր է բերելու։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները նաև իր քայլերով ոչ միայն այս այցով փորձում է նաև իր դերը այս տարածաշրջանում ամրապնդել, դուրս մղելով նաև այլ դերակատարների, բնական է, որ նրանք էլ ամեն ինչ անելու են, որպեսզի առավելագույնս ցույց տան, այդ թվում նաև հայաստանյան հասարակությանը, որ իրենք ունեն դիրք, ազդեցություն եւ պատրաստ են նաեւ քայլեր ձեռնարկել ի բարություն հայ ժողովրդին եւ մենք նաեւ այսօրվա ակցիայի նպատակներից մեկը նաեւ այն է եւս մեկ անգամ հիշեցնելու, որ անկախ իշխանությունների այս կամ նախորդ փուլում բարձրաձայնված խնդիրներից այս թեման կա մեր երկրում, այս թեման մեր հասարակության համար շատ կարևոր է եւ մենք էլ մեր մաս ներդրումը պետք է ունենանք, որպեսզի այս թեման միջազգային հատկություն դառնա քննարկման առարկա։ Այնպես չէ, որ սա մեկ քայլանի որևէ կոմբինացիա է, որովհետեւ երկու տարուց ավելի տարբեր ֆորմատներով ակցիաներ են, հարավակներ են, միջազգային տարբեր հարթակներում մենք շատերս մեր գործընկերներն այն ներկայացնում թեման եւ ընդհանուր առմամբ իրազեկվածության մասով գործընթացի առումով միջազգային տարբեր կառույցներում եւ տարբեր գործընկերների հարաբերություններում այս թեման բարձրաձայնված է եւ շատ շատերի համար տեսանելի է։